Խոսության հանդեսը կա Երևանի հայ-հունական պետական քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Վահագն Սեմերջյանը։ Ես և աուտիզմը։ Լսում եք։ Ես Վահագն եմ, սովորում հայ-հունական պետական քոլեջում ապագա զբոսավար եմ։ Ես աուտիզմ ունեցող երիտասարդ եմ։ Այսօր ուզում եմ խոսել անվտանգ միջավայրի մասին։ Գիտեք, որ որտեղից է սկսվում այդ անվտանգությունը։ Այո, հենց ընտանիքից։ Ես մեծանում սիրով, ըմբռնող ու աջակցող միջավայրում։ Այդ աջակցությունը դարձել է իմ կյանքի ամուր հիմքը։ Միշտ զգացել եմ ընտանիքի սերն ու հավատը իմ նկատմամբ։ Իմ նման մարդկանց համար, ովքեր ապրում են աուտիզմով, ընտանիքը պարզապես տուն չէ, այլ ապահով աշխարհ, որտեղ կարելի է լինել ազատ, հասկացված և ընդունված։ Անվտանգ և սիրող ընտանիքը թևեր է տալիս, որ կարողանաս բարձրանալ, զարգանալ և հավատալ, որ աշխարհում միշտ կա մի տեղ, որտեղ քեզ սիրում են ինչպես կաս։ Ես ապրում եմ աուտիզմի հետ։ Ինձ համար աուտիզմը հիվանդություն չէ, դա աշխարհի ընկալման յուրահատուկ ձև է։ Շատ կարևոր է ինձ համար ստեղծել այնպիսի միջավայր, որը կաջակցի իմ հարմարավետությանը և աճին։ Ուսման մեջ ինձ պետք է հստակ ցուցումներ և տեսողական հուշումներ։ Դրանքից շատ են օգնում հասկանալ այն, թե ինչ են ինձնից ուզում։ Անվտանգ շփումը չի նշանակում շտապեցնել, դատել, այլ ընդունել։ Սոցիալական շփումները հաճախ պահանջում են լրացուցիչ ժամանակ և ուշադրություն։ Կարևոր է, որ շրջապատող մարդիկ չստիպեն երկար խոսել իրենց հետ, եթե դա ինձ անհարմար է։ Դա պարզապես իմ հաղորդակցվելու ձևն է։ Այսպիսի շփումը հենց այն միջավայրն է, որտեղ ես զգում եմ, ես ընդունված եմ, ոչ թե տարբեր։ Իմ նպատակն է շարունակել զարգացնել մասնագիտական ունակություններս և շփման մեջ դառնալ ավելի ինքնավստահ։ Ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, աուտիզմը խոչընդոտ չէ, այլ հնարավորություն, աշխարհի նայելու այլ յուրահատուկ տեսանկյունից։ Իմ ճանապարհը կարող է տարբերվել, բայց այն նույնպես լիարժեք և արժեքավոր է։ Եվ եթե մարդիկ սովորեն լսել և հասկանալ մեզ, աուտիզմ ունեցող մարդկանց, աշխարհը իսկապես կդառնա ավելի անվտանգ, հանդուրժող և բարի վայր։ Անվտանգ է այն միջավայրը, երբ մարդուն տեսնում են ոչ թե որպես խնդիր, այլ որպես արժեք։ Այդ ժամանակ նա բացում է, ստեղծում և ապրում լիարժեք կյանքով։ Ես պատրաստվում եմ զբոսավար դառնալ և պատկերացնում եմ, թե ինչպես ապագայում կկիսվեմ աշխարհի գեղեցկությամբ, պատմելով տարբեր մշակույթների, հուշարձանների և մարդկանց մասին։ Ես աուտիզմ ունեցող մարդ եմ, բայց առաջին հերթին մարդ, ով զգում է, մտածում, սիրում և երազում։ Հիմա մի լուրջ բան կասեմ։ Մարդիկ, մենք բոլորս կարող ենք հասնել տարբեր հաջողությունների, եթե սիրենք, հավատանք, անտարբեր աշխատենք, չկողտրվենք ու առաջ գնանք։ Սիրում եմ ձեզ ու շնորհակալ եմ, որ այսօր եկաք։ Շնորհակալ եմ, որ